62-ամյա arczepiskopոսն այժմ ազգային անվտանգության ծառայության նկուղում է կենտրոն քրեակատարողականում։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը 2 ամիս կանցկացնի բանտում այսպիսի որոշում կայացրեց դատավոր Մասիս Մելքոնյանը գիշերը 5 ժամ շարունակված քննությունից հետո։ Սահմանափակել են շփումները բացառությամբ մերձավոր ազգականների եւ պաշտպանների բացառությամբ իրենց մնացածի մասով շփումներն են սահմանափակել։ Մենք այս որոշումը 10 օրյա ժամկետ ենք ունենալու բողոքարկելու։ Փաստաբանների փոխանցմամբ Միքայել Սրբազանը լավ է տրամադրված, վերջապես կհանգստանա բանտախցում։ Նրա փաստաբանական թիմը երկամսյա կալանքի որոշումը իրավական խայտառակություն է որակում։ Բացահայտ ապօրինի անհիմն։ Բացահայտ իրավական խայտառակություն։ Ըստ դատախազության Միքայել Սրբազանի դեմ հարուցված քրեական գործի հիմքում նրա հայտարարություններն են ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այս բանը Սրբազանն ասել է թե այս տարի, թե անցյալ ու թե նախանցյալ տարի։ Դատախազությունը եզրահանգել է, որ սա ուրեմն ոչ թե հուզական կոչ է, այլ գիտակցված գործողություն, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ, մեջբերում։ Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում Սրբազան պայքար անվանումով շարժման կողմից իշխանության արարևույթ զավթման եւ ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում։ Arczepiskopos-ի փաստաբանական թիմը վստահ է, սա ուղղորդված հետապնդում է Միքայել Սրբազանն այս հարցազրույցներում ոչ թե կոչ է անում, այլ պատմում, թե ինչ է ասել պատերազմի ժամանակ ու սրանից բացի նա որևէ գործողություն չի պլանավորում, չի կազմակերպում։ Ըստ Արա Զոհրաբյանի սահմանադրական դատարանը դեռ 2008-ին բացել է քրեական օրենսգրքի այս հոդվածը։ Իշխանությունը զավթելու կոչերը պիտի լինեն իրական, պարունակեն նախապատրաստություն։ Անհասցե է, որ նույնիսկ հիմա ես ասեմ, ես ուզում եմ իշխանությունը զավթել, այս անհասցե կոչը, ինչքան որքանով է որ ես դա ասեմ, որով հետևանք չի տալու։ Պարզվում է այն, ինչի համար այսօր մեղադրում են Շիրակի թեմի առաջնորդին, իրավապահների աչքում բոլորովին էլ հանցագործություն չի եղել 1 տարի առաջ։ Իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը 3 հրապարակեց 2 փաստաթղթեր։ Դրանցից մեկով ինքն է հաղորդում ներկայացնում Տիկին Վարդապետյանին, գլխավոր դատախազին, հանցագործության մասին։ Թեման Աջապահյանին նույն ռազմական հեղաշրջում պիտի արվի նախադասությունն է, որ 2023-ի հարցազրույցում է։ Եվ 1 տարի առաջ իրավապահները իշխանությունը զավթելու կոչ չեն համարել այդ նախադասությունը ու գործ չեն հարուցել։ 1 տարի առաջ հանցակազմ չկար, այժմ կա, իսկ հարցազրույցների բովանդակությունը նույնն է։ Փաստաբանները կասկած չունեն Սրբազանին, հետապնդում են Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Եթե 2023-ի մասով դատախազությունը ասել է, որ սա օրինական վարքագիծ ա, դու որևէ տեսակի իրավախախտում հանցագործություն չես կատարել, Սրբազանի մոտ գալիս է օբյեկտիվ ընկալում, որ սա հանցագործություն չի։ Մենք դա որակեցինք որպես պատժիժ գործողություն, ակնհայտ է, որ Սրբազանի, այսպես ասեմ, քննադատական կեցվածքը չի բավարարում վարչապետին եւ նրա հրահանգով, որովհետեւ այս ընթացքում, եթե հիշում եք, մի քանի երևի 30 րոպեվա մեջ 4 հատ ստատուս գրեց։ Փաստաբանները շեշտում են այս պայմաններում շատ փոքր էր ակնկալիքը, թե Սրբազանը չի կալանավորվի, հատկապես որ դատավորը arczepiskopos Գալստանյանին բանտ ուղարկած Մասիս Մելքոնյանն է։ Կալանքը ամենածանր խափանման միջոցն ընտրվել է այսպիսի հիմնավորմամբ։ Իրենք ասում են, որ կթաքնվի քննությունից, նոր հանցանք կատարի եւ կխոչընդոտի գործի քննության, իր պարտականությունը չկատարի։ Սրբազանի պաշտպանները սա խտրական են համարում, որովհետև ասում են Միքայել arczepiskopos Աջապահյանն այդ հայտարարություններն արել ու երբեք չի թաքնվել, շրջել է հանգիստ, ավելին հենց 3 նա նորից վերահաստատել է ասածը։ Ասել եմ, լավ եմ արել եւ պիտի շարունակեմ նույն ոգիով։ Սրբազանն ինքը տարակուսած էր, իրավապահները եթե իրեն էին փնտրում, ինչու տեղյակ չի եղել եւ զորախմբեր էին հասել վեհարան։ Եզրակացությունն այն է, որ իշխանությունն ուժի ցուցադրություն էր կազմակերպել։ Էջմիածնում աղմկոտ իրադարձություններից հետո arczepiskopos-ը սկզբում ոտքով, հետո մեքենայով ինքնակամ հասավ քննչական կոմիտե։ Հիմա ինքնակամ եկավ։ Տրամաբանությունը ո՞րն է, որ այս պայն ուներ հնարավորություն չթաքնվեց, հիմա որ ազատ արձակել կթաքնի, նորից որևէ պատասխան չկա։ Շիրակի թեմի առաջնորդին վերագրվող քրեական հոդվածը մինչև 5 տարով ազատազրկում է նախատեսում։ Այսօր Մայրաթորը հայտարարություն է տարածել, հորդորել դատական մարմիններին անհապաղ ազատ արձակել arczepiskopos-ին։ Էջմիածնականները սա քաղաքական հետապնդում են որակում եւ Փաշինյանի անձնական վրեժ։ Միքայել arczepiskopos-ի դեմ ձեռնարկված քայլերը ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով քաղաքական հետապնդում եւ դրսեւորում անձնական վրեժ խնդրության իրեն քրիստոնյա եւ հայ եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախորդին իրավապահ մարմինների ուժերին հրահանգեց պաշարել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան arczepiskopոսն է հայտարարություն տարածել, ամոթալի ու անպատվաբեր համարել անվտանգության ուժերի վեհարանի տարածք խուժելը։ Պատրիարքի ձևակերպմամբ իրականությունը պայթեց ռումբի չափ ուժգին ցնցիչ սաստկությամբ, հորդորն է կանգ առնել։ Կոչ կնենք անհապաղ երկուստեք նահանջել, գետ կանգ առնել այն կետին, ուր մեզ հասցուցած են վերջին դեպքերը, եւ կանգ առնել հանդարտությամբ եւ խաղաղությամբ, առանց նոր լարվածություն ստեղծելու, սթափ եւ զուսպ հոգիով, այլապես այս ճանապարհը, եթե շարունակվի, մեզի անդունդ պիտի տանի։ Մխիթարյան միաբանությունից աղոթքներ են տարածում անսասան պահելու հայրապետական աթոռը, գահակալ սրբազնագույն կաթողիկոսն ու հայ ազգը։ Ամենակալ Տեր Աստված թող փրկե մեզ չարեն եւ անոր բոլոր արբանյակներեն, հայտարարում են մխիթարյանները Վենետիկից։ Փաշինյանի հակակաթողիկոսական արշավի շրջանակներում արդյոք իրավական նոր հետևանքներ կլինեն։ Մամուլում առայժմ ենթադրություններ են, գուցե ուժայիններն առաջիկայում Գուգարքի թեմի առաջնորդին որոնեն։ Նա էլ էր վարչապետին հակաճառել։ Սպասում եմ, պատրաստ եմ, ասաց Հովնան եպիսկոպոսը քննչական կոմիտեի շենքի մոտ Միքայել Սրբազանին աջակցելու էր եկել։ Այստեղ եմ թող ձերբակալեն։ Լավ լուրն այն է, որ վարչապետ Փաշինյանը որոշել է Facebook-ում արձակուրդ վերցնել հուլիսի 1-ից մինչև 5 վատ բառեր չի օգտագործելու։ Ըստ Փաշինյանի հայհոյախոսությունից անցնում են քաղաքակիրթ բանավեճի, հիմնվում միայն ստուգված փաստերի վրա։ Իդեպ Facebook-ն արգելափակել էր Փաշինյանի վիրավորական գրառումներից մեկը, որում պոռնկության մեջ են մեղադրվում մի կաթողիկոս, մի սրբազան ու մի քահանա։ Հայհոյախոսության սառեցումն այս արգելափակման հետ կապ ունի, թե չէ, Աստված գիտի։